Բարև ձեզ Հայ ջան, այսօր այս տեսելովակի ընթացքում կպատմեմ, թե ինչի հիման վրա է եղել հայոց պետականության անկումը մեր թվարկության սկզբնական շրջանում եւ դա ոչ թե քրիստոնեությունը ընդունելությունը որպես պետական կրոն դրանում է կայանում հայոց պետականության անկումը, այլև դրանից առաջ մոտավորապես 600 տարի առաջ, մոտ 6 դար առաջ, երբ որ հելենիզմը մուտք է գործում հայկական լեռնաշխարհ կամ հայկական աշխարհ, այդտեղից էլ սկսվում է հայոց անկումը եւ հայոց սխալ մտածելակերպի եւ սխալ հոգեբանության գնալը այդ հելենիստական մշակույթի մուտքով է պայմանավորված եւ ոչ թե քրիստոնեության մուտքով, քանի որ մինչ քրիստոնեությունը հայերը ունեցել են նորից հին կրոն են ունեցել, որը իրենից ներկայացել է ոչ թե բազմ աստվածություն, այլ մի աստծու են պաշտել եւ քանի որ մյուս դիցերին աստվածային ունակություն են տվել եւ նրանց կոչել են աստվածներ, սա թյուր կարծիք է, թե բազմաստվածություն է, բայց մենք ունեցել ենք միակ արարիչ աստվածը եւ դրանով է պայմանավորված, դրանով է ասված, որ արարիչ աստված միակն է եւ մյուսները նրա որդիներն են եւ նրա կամքը կատարողներ են եւ սա է պատճառը, որ նրանց աստվածային ունակություններ են տվել, բայց մեր հին կրոնը որպես դիցաբանություն են ասում, քանի որ հենց անվանումը ինքնին ասում է արդեն թե ինչ կրոնը ինչ է իրենից ներկայացնում, ոչ թե ասում են հույների պես օլիմպիական աստվածներ, այլ ասում են հայկական դիցաբանություն եւ հենց դիցերի գործն է գրված այստեղ եւ դիցերի այդ ունակությունը աստվածային ունակությունն է նշված եւ սա է պատճառը, որ հետագայում հելենիզմը երբ որ մուտք է գործում, հունական աստվածները երբ որ մուտք են գործում, միախառնվում են հայկականի հետ, մտածում են թե սա բազմաստվածություն է եւ դրա հիման վրա մտածում են, որ սխալ մտքեր են արտատում, բայց նորից նշեմ, որ մենք միշտ էլ մեկ աստծու ենք պաշտել, քրիստոնեությունից առաջ էլ մենք պաշտել ենք արարիչ աստծուն եւ միակ աստվածն է եղել դա մեր համար եւ այսքանը, շնորհակալություն դիտելու համար, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, լայքեր թողեք, մեկնաբանություններ թողեք տեսալավակների տակ, շնորհակալություն։